Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Մենք իրավիճակից եմ ուզում խոսամ, որ շատերիդ մոտ կարա պատահի ընկերներ։ Գիտես, երբ որ ինչ-որ մեկը գալիս է ձեր մոտ Աստծուց է խոսում, մեծ բաներ է պատմում, չգիտեմ, սենց արեցինք, ընենց արեցինք, բայց վերջում խոսքը հասնում է նրան, որ անձնական խնդիր ունի, ասենք, չգիտեմ, անպտղատվություն ունի, էլի, այսինքն չի կարող երեխա ունենա, հա, օրինակ, հա, ու ինքը ուժեղ հավատացյալ է, էլի, սենց, ու գիտեք, չգիտեմ, այդ իսկ պատճառով, որ երեխեք շատ է կամենում գնում, երեխեքա որդեգրում եւ այլն, չգիտեմ, սենց պատմություններ։ Ընկերներ, այդ քրիստոնյաները հավատք չունեն։ Իրականում դաժե շատ ժամանակ իմաստել չունի լսել այդ մարդկանց։ Ճշմարտությամբ եմ ձեզ ասում։ Գիտես, որովհետեւ Աստծուն հաճելի կարաս լինես մենակ հավատքով։ Եթե ճշմարտությունով այդ մարդը չի կարող հավատա, որ Աստված կարա իր անպտղատվությունը բուժի, ոնց կարա գա Աստծուց խոսա ձեր մոտ, ու ձեզ ասում եմ։ Ու գիտեք ցավը որն է, որ այսօր այդտեղ շատ քրիստոնյաներ կան, ընկերներ, որ անենց մեծ գործերից են խոսում, բայց որ հերթը հասնում է իրանք անձնական, էլի, հենց չեմ ասում ուրիշ ինչ-որ խնդիրներին։ Զարմանում եմ, ընկերներ, իրականում։ Կարանք այդպես մարդկանց ընդհանրապես չլսեք, ընկերներ, ճշմարտությունով ձեզ ասում եմ, իրանք հավատք չունեն։ Ամեն ինչ հավատքով է լինում, ընկերներ, Աստծո առաջ, որ կանգնում ես, պետք է հավատաս, որ Աստված կա, հա, որ Աստված կենդանի է, պետք է հավատաս, որ Աստված կարա բուժի, բժշկի։ Եթե չես հավատում, ուրեմն սուտ է քո խոսածած, ընկերներ, ուրեմն գեղձավորություն ես անում, ճշմարտություն եմ ասում, ավելի չար բան է դուրս գալիս։ Դուրս է գալիս, դու չես հավատում, բայց մի բան խոսում ես, որին ընդհանրապես չես հավատում։ Շատ կարևոր է, ընկերներ։ Հավատքով ենք արդարանում, ընկերներ։ Նայեք, ես մեղավոր մարդ եմ, իրականում։ Ես որի մեկը ինձ sense կանգնի, ես ինչեր ասի, sense ոնց կարա Աստված քեզ փրկի։ Ես հավատում եմ, որ Քրիստոսը ինձ կարա արդարացնի։ Ոչ թե կարա այլ արդարացրել արդեն։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Ես հավատում եմ, որ Քրիստոսը կարա բժշկի։ Այդ որ խնդիր եմ ունենում, գիտես, լավ է որ բիվանդանոցների տեղը գիտեք, ընկերներ, բայց առաջի բժշկով Աստված է։ Եթե Աստված չբժշկի, ո՞ւր են բժիշկները, ուղիղ ձեզ ասում եմ։ Բայց դուք չեք հավատում, ընկերներ։ Ու զարմանում եմ, այն Աստծուն, որ հոգս անում, գիտես, քննում եմ Աստվածաշունչը, օրենքները տրվեց չառնում մեղքը գիտենալու համար, կոպիտ եմ ասում։ Առանց օրենքի մեղքը մեղած էր, օրենքը տրվեց մեղքը լավ ջրի երես, որ իմանանք, որ նա չարը որը բարի, նու այս չոքի գրված էր։ Բայց բացի օրենքը, նաև Աստված մարգարեներով խոսած, որ ես որդիս կտամ ձեր համար։ Ու գիտեք, Աստված հոգս էր անում, այս ընթացքներում, այս ժամանակների մեջ նայում էր ամենաիդեալական ժամանակը, որ իր որդուն ուղարկի, որ իր որդին էլ այդ ամեն գրվածը կատարի, որ վերջում խաչի վրա ասի կատարվեցավ։ Ընկերներ, մի Աստված, որը տենց հոգս անում, որ իր ամեն ասածը իրականություն դառնա։ Ոնց եք մտածում, չի կարա հոգս անի, որ դուք բժշկվեք, հա, որ ձեզ բժշկի։ Փուչ վարդապետություններ են եկի առաջ, ընկերներ։ Հասուն հավատացեք, ոչ թե այդ մարդկանց խոսքին։ Իրանք իրանց խոսածածին չեն հավատում, այ ընկերներ։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Անհնար է Աստծուն գոհացնել առանց հավատքի։ Հավատքով ենք արդարանում, ընկերներ։ Հավատում ենք, որ խնդրել են կտրվի, մեզ ու տրվում է, ընկերներ։ Ուղիղ եմ ձեզ ասում։ Աբրահամը հավատքով արդարացավ, հավատաց, որ Աստված իրան որդի կտա, ու այդ հավատքը իրան արդարություն համարվեցավ։ Չգիտեմ, Գեդեոն ու մնացածները այնտեղ հավատքի մասին բանը Եբրայեցիների 11-րդ գլուխը հենց հավատքի մասին է, հա։ Գրված անենց մարդկանց մասին է գրված, զարմանում ես իսկական 25 տարի սպասում եմ, որ դա երեխա ունենա, 25 տարի հետո էլ դառնում է 100 տարեկան։ Բայց հավատքը չի կորում այդ մարդու։ Ու ձեզ ասում եմ, ամեն տարի սպասելուց այդ նշանակում է, որ իր հավատքը ավելի էր զորանում։ Ուղիղ ասում եմ, ընկերներ, հավատացեք Աստծուն, հավատքով մոտեցեք Աստծուն, Աստված հեղու չէ, Աստված մոտ ընկերներ։ Մի բանը, որ չգիտեմ, որ գիտեք, ձեզ բանկը վարկա տալի, հավատում եք, չէ՞ որ հեսա այդ հալու եք խոսքի ձեզ 100,000 դրամ բանկ տա, ասենք, դաս դրա էլ պլանավորում եք, այդ 100,000 դրամը վերցնեք, ինչ պետք է անեք։ Հավատացեք, որ Քրիստոսը կարա բժշկի, ընկերներ, հավատացեք։ Չգիտեմ, տվեք ու այլ հոգս մի արեք, տվեք Աստծուն ու մոռացեք դրա մասին, որովհետև հանձնել եք այնց մեկին, որ օր ու գիշեր ջանք անելու, որ լուծի այդ խնդիրը։ Անենց գեղեցիկ այդ հավատքը, մեկ անենց հանգստություն ու խաղաղություն է բերում, չեք պատկերացնում։ Ճշմարտությունով եմ ասում, ընկերներ, շատ գեղեցիկ այդ հավատքը, հավատացեք Աստծուն, Աստված ձեզ օրհնելով կօրհնի, որովհետև հավատքով ենք արդարանում, ընկերներ, հավատքով հավատում ենք, որ կմտնենք Աստծո արդարությունը, կժառանգենք, ընկերներ, հավատքով, այդ ամեն ինչը հավատքով է տեղի ունենում, հավատում ենք, որ Քրիստոսն եկավ, խաչվեց, մահացավ ու հավատում ենք, որ Աստված մեղրներից արություն տվեց։ Այլ դեպք չկա, ընկերներ։ Հավատում ենք, դրա համար սիրում ենք, կոպիտ ասած։ Չես կարա սիրես մեկին, եթե չես հավատում, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Սրանով է ուզում կիսվեի, չգիտեմ, շատ կուզեմ, որ ձեր հավատքը մեծանա։ Դա այնպես մի բան է, որ
որ ասում է պետք է երիկ տրված լինի ձեզ ընկերներ։ Պրոստը վերցրեք ձեր հավատքը, մի թողեք։ Աստծուն շատ հաճելի, Աստված սիրում է հավատացողներին, անկեղծ եմ ասում։ Հավատացեք Աստծուն, Աստծուն հանձնեք ձեր ամեն հոգս, ամեն խնդիր, ամեն հիվանդությունը։ Տեսեք որ գլուց, տեսեք ընկերներ, շոշափելի կզգաք այդ ամեն ինչը։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ։ Օրտելով օրտում են ձեզ, օրտում են, թող Աստված ձեր սիրտը ու միտքը բացի, որ հասկանաք ու հավատաք այն միակ ճշմարիտ Քրիստոս Հիսուսին, որն էլ Աստծո որդին է, որին էլ հավատալով փրկությունն ենք ճարանում։ Արդարանում ենք։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, օրտում եմ ձեզ։ Անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։